Դու շատակերում ես ոչ թե այն պատճառով, որ չես կարողանում կառավարել քեզ, այլ որովհետև քո կյանքը այդքան համով չէ, ինչպես ուտելիքը։ Մենք բոլորս գիտենք, որ մեր ուտելիքները մեզ միշտ պարգևում են հաճելի, համով ինչ-որ զգացողություններ, որտեղ ուտելիքը միշտ վստահ ենք, որ այն լինելու է համով։ Բայց եկեք խոստովանենք, որ ամեն շատակերելուց հետո մենք մեզ սկսում ենք մեղադրել, զգում ենք ծանրություն, որոշում ենք, որ վсё, վաղվանից ես այլևս չեմ թողնելու, սկսելու եմ իսկ կառավարել, հետևել։ Նախ եւ առաջ, եթե դուք ուզում եք դադարել շատակերել, առաջին հերթին դուք պետք է սկսեք ձեզ չմեղադրել ուտելիքում, ոչ մի կտորի համար։ Դուք չպետք է ձեզ տանջեք դիետաներով, դեպ ծանր մարզանքներով։ Ամենակարևորը, դուք պետք է սկսեք ձեզ տալ այն էմոցիաները, ինչի մեջ դուք կարիք ունեք, այն ուրախ էմոցիաները, որոնք կապված չեն ուտելիքի հետ։ Դուք պետք է սկսեք ձեր կյանքը լցնել ավելի հետաքրքիր պահերով, կատարել այնինչ ուզում է ձեր հոգին, որովհետև ամենատարածված ու ամենասխալ փաստը, որ մեկը մյուսին անդադ հորդորում են, որ շտակերելը դա զուտ բոլորիս մեջ է, մենք պետք է կարողանանք կառավարել ու հետևել մեր սննդակարգին։ Ոչ, մեր շտակերությունը սննդի հետ ընդհանրապես կապ չունի, դա կապված է մեր կյանքի հետ։